Բարի լույս։ Եթերում առավոտը շանթումն է, այսօր մարտի 31-ն է եւ մենք հրաժեշտ ենք տալիս 2025 թվականի մարտ ամսին։ Այո, հրաժեշտ ենք տալիս, բայց սպասում ենք, որ պիտի ապրիլը գա եւ գարունը ել ավելի ամբողջ հունով մտնի իր ընթացքի մեջ։ Ունենք այսօր շատ հետաքրքիր հյուրեր, ունենք նորություններ, ինչի մասին կփորձենք հիմա ել ավելի մանրամասնել։ Հանգստյան օրերը շատերի համար ընտրական էին, ինչպես գիտենք, թիմ ընտրություններ են Գյումրիում եւ Փարաքարում։ Նախնական արդյունքների ու զարգացումների մասին կպատմեն լրատվականի մեր գործընկերները։ Մենք եկեք հիշեցնենք, թե ինչ կարևոր օրեր ունենք ապրիլին։ Վաղը ապրիլի 1-ին հումորի օրն է, իսկ ապրիլի 7-ին իհարկե մայրության եւ գեղեցկության տոնն է եւ այդպեսով կսահմանափակենք 1 ամսյակը, չենք նեղվում, չենք նեղսրտում, որովհետև մեր տոնը տարին 12 ամիս է, ինչպես հասցրել ենք մի քանի անգամ ես ունելին ասել այդ մասին։ Ինչով է ապրիլ ամսվա մեջ կա ընդամենը 1 ոչ աշխատանքային օր, դա ապրիլի 24-ն է եւ այս տարի լինելու է 5 շաբթի օրը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է դա։ Չենք մոռանում, որ Սուրբ Հարության տոնն էլ այս տարի հենց ապրիլին է, այն կտոնվի ապրիլի 20-ին։ Մեծ պահքը մեկնարկել է մարտի 3-ին, նախորդ չորեքշաբթի միջինքի օրն էր, այսինքն պահքը կես եղավ։ Հետաքրքիր հյուրեր ունենք, ճանաչողական նյութեր ունենք, որոնց մասին խոսելու ենք, բայց առաջարկում ենք միջ այդ գնալ, լսել լավ տրամադրություն, որը որ երկուշաբթի օրը էլ ավելի կլիցքավորի մեզ եւ վերադառնալ ու շարունակել մեր ուղիղ եթերը։ Գնացինք երաժշտություն Շանթի եթերում։ Վերադարձանք, լսեցինք Ադելին, իսկ հիմա շարունակենք մեր եթերը խոսելով եղանակի մասին։ Ամեն դեպքում անձրևանոցը պայուսակում պահեք, քանի որ մի քանի օր անձրևային է լինելու եղանակը, բայց ապրիլի 2-ից մինչև 4 նկատ ժամանակահատվածում արդեն կարճատև անձրևները կդադարեն եւ կսկսի իսկական գարնանային եղանակը։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը մարտի 31-ից 3-ը կնվազի մի փոքր 4-ից 5 աստիճանով, այնուհետև կփոխվի եւ կտաքանա եղանակը։ Անցնենք առաջ ու խոսենք մի քանի հետաքրքիր փաստերի մասին եւ լուրեր ձեզ հայտնենք, այս անգամ ուզում ենք ասել, որ եթե դուք ունեք ԱՄՆ վիզա կամ դեռ չունեք, բայց ուզում եք ստանալ, ապա այս լուրը ձեզ համար է։ Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարելու եւ շարունակվելու են վիզա ունեցող մարդկանց ստուգումները, որպեսզի թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում խախտողներին սպասվում է վիզայի չեղարկում ու արտաքսում։ Դա նշանակում է, որ ձեր 10 տարվա վիզան դա դեռ ոչինչ չի նշանակում, այն կարող է յուրաքանչյուր պահ հետ վերադարձվել դեսպանություն։ Իդեպ արդեն հրապարակվել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների 2025 թվականի ցանկը, որում ընդգրկված են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը եւ Գյուղատեղին։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ-ից, այսինքն նախարարությունից Առաքելոց վանական համալիրն ու Գյուղատեղին 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ծրագրում ընդգրկված հայտը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության եւ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աջակցության կենտրոն։ Եվրոպայի Նոստրայի խորհուրդը հաղթող 7 մասնակիցներն առանձնացվել է 14 հուշարձանների եւ ժառանգության վայրերի ցանկից, որը հաստատվել էր 7 ամենավտանգված ծրագրի խորհրդատվական խմբի կողմից։ Որն է այսպիսի ցանկում ընդգրկված հուշարձան լինելու առավելությունն ու ինչ է տալու այն տվյալ հուշարձանին, առաջիկայում անպայման կպարզենք ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ։ Այո, քանի որ նրանք շատ հաճախ են մեզ հյուր գալիս։ Իսկ հիմա ժամանակն է խոսելու ծնեբեկի մասին, այն ուտելի բույսերի առատ սեզոնն է իդեպ բացում։ Քիչ անց մեր տաղավարում կլինի Սեթրակ Մամուլյանը, ով կանաչեղենից կխոսի մեզ հետ, կասի թե նրա օգտագործման ձևերն ինչպիսինն են եւ նաեւ կարող ենք Սեթրակի հետ խոսել տարբեր բաղադրատոմսերից, որոնք որ այսօր օգտագործվում են թե մեր տանը, թե նաեւ տարբեր ռեստորանային համալիրներում։ Իսկ մինչ մեր հյուրը կլինի մեր տաղավարում եւ կսկսենք նրա հետ զրույցը, առաջարկում եմ միասին դիտենք տեսանյութ ծնեբեկի մասին եւ իմանանք դրա օգտակար հատկությունները ու կիրառման ձևերը։ Բացի օգտակար խորհուրդներից առավոտյան նաև պարտադիր է տրամադրությունը ել ավելի բարձրացնել, դրա համար առաջարկում եմ միասին լսենք լավ երաժշտություն։
Լսեցինք լավ երաժշտություն, բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Իսկ հիմա գովված Շանթի եթերում։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, շուտ կվերադառնանք։ Մենք վերադարձանք եւ ինչպես նշել էինք ի սկզբանե ունենալու ենք շատ հետաքրքիր հյուրեր։ Մեր տաղավարում է Բուտեյկոյի մեթոդով բժիշկ, մեթոդիստ Միրզոյան բժշկական կենտրոնի բժիշկ Երանուհի Խաչատրյանը։ Այսօր միասին հասկանանք, թե ինչ մեթոդի մասին է խոսքը եւ ինչ է այն տալու բուժարոին։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Միանգամից սկսենք հասկանալ, թե դա ինչ մեթոդ է եւ որն է դրա սկզբնաղբյուրը ու պատմությունը ընդհանուր ինչպիսին է։ Սիրո։ Բուտեյկոյի մեթոդը գոյություն ունի գրեթե 70 տարի։ Հեղինակը Կոստանտին Բուտեյկան է, որը դեռևս 1952 թվականին ապացուցեց, որ դարի շատ տարածված հիվանդությունների պատճառը խախտված շնչառությունն է, այսինքն խորը շնչառությունը։ Եվ երբ որ սա ասում եմ, շատերը զարմանում են։ Այո, ինչպես կարող է խորը շնչառությունը հիվանդության պատճառ դառնալ։ Բանն այն է, որ մենք ունենք նորմալ շնչառություն, որը հանգիստ վիճակում պիտի լինի անձայն եւ աննկատ։ Երբ որ մենք վազում ենք, երբ որ մենք ծանրաբեռնվում ենք, մեր շնչառությունը խորանում է, եւ դա նույնպես նորմալ է։ Բայց երբ որ մարդը սկսում է խորը շնչել հանգիստ վիճակում, խախտվում է մեր արյան կազմը, խախտվում է ամբողջ հավասարակշռությունը օրգանիզմում, եւ որն է ամենահետաքրքիրը, զարգանում է թթվասնային քաղց։ Այսպիսով, ինչքան խորն ենք շնչում, այնքան ավելանում է թթվասնային քաղցը, իսկ մենք գիտենք, որ անթթվածին կյանք չկա, եւ դա բերում է բազմաթիվ հիվանդությունների ստարտին, բազմաթիվ հիվանդությունների զարգացմանը, այնպիսի ծանր հիվանդությունների, ինչպիսիք են բրոնխիալ ասթման, բրոնխիտները, ալերգիաները, հիպերտոնիան, նևրոզները, միգրենը, սինուսիտները եւ այլն, ստարտը սկսվում է խախտված շնչառությունից։ Հետո միանում են արդեն շատ ֆակտորներ, բայց մենք պիտի իմանանք, որ խախտված շնչառությունը, այսինքն խորը շնչառությունն է բերում այդ հիվանդությունների զարգացմանը։ Նորմալ շնչառությունը, ես ձեզ ասեմ, հանգիստ վիճակում պիտի լինի անձայն, աննկատ եւ բացառապես քթով։ Մենք ունենք միայն մեկ արտաքին շնչական օրգան, եւ դա քիթն է։ Բերանը նախատեսված չէ շնչառության համար։ Մենք դա պիտի հիշենք, ամենակարևորը պիտի հիշենք, որ առողջ մնալու առաջին պայմանը շնչել բացառապես քթով։ Եվ մեթոդը հայտնագործելուց հետո Բուտեյկոն բուժել է առաջինը իրեն, այնուհետև բուժել է տասնյակ հազարավոր մարդկանց, դեռևս խորհրդային միության ժամանակներում։ Եվ արդեն 1986 թվականին մեթոդը օֆիցիալ ներդրվել է նախկին խորհրդային միությունում, անցնելով երկու խոշոր ապրոբացիա Մոսկվայում եւ Լենինգրադում, խոշոր թոքաբանական կենտրոններում, եւ բոլոր պրոֆեսորները միաձայն նշել են, որ մեթոդը ունի մոտ 98% արդյունավետություն եւ ներդրվել է խորհրդային միությունում բրոնխիալ ասթմա եւ այլ հիվանդությունների բուժման կոմպլեքսում։ Դուք պատկերացնում եք, եթե դա արդյունավետ չլիներ, դժվար թե խորհրդային միությունը դա ներդներ այդքան լայն այդ հիվանդությունների բուժման կոմպլեքսում։ Ես ձեզ ավելին եմ ուզում ասել, որ սկսած 2008 թվականից Բուտեյկոյի մեթոդը ներդրվել է Միացյալ Թագավորությունում, զարմանալի է, այդպիսի կոնսերվատիվ երկիր, ինչպիսին Անգլիան է, ներդրել է մեթոդը ասթմայի բուժման որպես ուղեցույց եւ լայնորեն կիրառվում է թոքաբանական կենտրոններում։ Եվ դա մի հետաքրքիր պատմություն ունի, որովհետև ժամանակին արքայազն Չարլզը այն ժամանակվա բուժվել է Բուտեյկոն, գնացել է եւ բուժել է իրան, եւ դրանից հետո մեթոդը լայն ներդրվել է։ Ինչի մասին է խոսում սա։ Մեթոդը բացառիկ արդյունավետ է։ Իր արդյունավետությունը ապացուցել է արդեն 70 տարի։ Մենք Հայաստանում աշխատում ենք շուրջ 30 տարի եւ նույնպես ապացուցվել է բուժված հիվանդների շնորհիվ։ Օրինակ, ինչ հիվանդություններ կարելի է բուժել հենց այս շնչառական մեթոդի միջոցով։ Ամենատարածված հիվանդները, որոնք մեզ մոտ գալիս են, դա բրոնխիալ ասթմայով, բրոնխիտներով, ալերգիաներով, սինուսիտներով, պոլիպներով, հետաքրքիր է, որ շատ արդյունավետ է նևրոզների, միգրենի ժամանակ։ Գիտեք, ցանկը բավական լայն է։ Ես կդժվարանամ հիմա բոլորը թվարկել, ես թվարկեցի այն հիմնական խնդիրները, որոնք կարելի է շատ լավ բուժել մեթոդի շնորհիվ։ Երբ որ մենք դա ասում ենք, շատերը, անգամ բժիշկները զարմանում են, քիչ թերահավատությամբ են լցվում,
եւ ասում են դե դրանք հիվանդություններ են, որոնք օրինակ բրոնխիալ ասթման, որը դժվար է բուժել, որը ամբողջ կյանքում պետք է տառապեն, բայց մեր բազմամյա փորձը հնարավորություն է տալիս վստահ ասել, որ եթե մեր պացիենտները մեզ հետ լավ աշխատեն, նրանք կունենան շատ լավ արդյունքներ։ Երեխաները մեզ մոտ լրիվ ապաքինվում են։ Մեծերը կախված ծանրության աստիճանից ունենում են շատ լավ արդյունքներ, երկարատև ռեմիսիա, դուք դրա անունը կարող եք դնել ռեմիսիա, կարող եք դնել լավացում, ինչ ուզում եք, կարևորը մեր պացիենտը իրեն լավ է զգում։ Իսկ կա տարիքային որոշակի սահմանափակում կամ հակառակը ոչ թե սահմանափակում, այլ անհրաժեշտություն, որ այդ տարիքից սկսած ավելի անհրաժեշտ է կամ արդյունավետ է ավելի բուժումը, որպեսզի լավ արդյունքներ ունենան։ Հիմա պատասխանեմ ձեր հարցին։ Քանի որ մեթոդը ինքը գիտակցական մեթոդ է, դրանք պարապմունքներ են, որոնք մեր պացիենտները գալիս են սովորում են եւ տանը անում են։ Նախ ասեմ դա, դրանք ֆիզիկական վարժություններ չեն, որն է էությունը։ Դա նստած պարապմունքներ են։ Մենք նորմալացնում ենք շնչառությունը, այսինքն վերականգնում ենք նորմալ շնչառությունը, վերականգնում ենք թթվածնի մատակարարումը բջիջներին եւ այս հիվանդության կինոժապավենը աստիճանաբար թարս պտտելով հասցնում ենք նորմային։ Եվ դրա համար ինքը գիտակցական մեթոդ է։ Հետևաբար մենք սկսում ենք մոտ 2.5 տարեկանից, վերին սահման չունենք, չնայած շատ արդեն ծանր մեծ տարիքում շատերը դժվարանում են եւ դա ընտրության հարց է իհարկե։ Ինչու 2.5 տարեկանից, որպեսզի երեխաները արդեն կարողանան այդ փոքրիկ պարապմունքները անել։ Ասեմ ձեզ, երեխաների մոտ պարապմունքները խաղել։ Մինչև 7-8 տարեկան նրանք չեն պատկերացնում, որ գալիս է բժշկի, դրա համար շատ սիրով են գալիս, որովհետև մենք մշակել ենք համակարգ, որը հնարավորություն է տալիս, որ երեխաները բուժվեն խաղալով։ Այսինքն շնչառությունը նորմալացնեն, չզգալով, որ իրանք պարապմունք են անում։ Եվ մամաներին էլ ես հաճախ ասում եմ, մի ասեք, եկեք նստեք պարապենք, ասեք, եկեք խաղանք, եկեք հեքիաթ պատմեմ, եկեք ինչ-որ մուլտֆիլմ նայենք ու միասին մի քիչ կամաց շնչենք։ Ես ամբողջ էությունը կդժվարանամ բացատրել, բայց ուզում եմ ասեմ, որ դա շատ հեշտ է երեխաների համար։ Ասեմ ավելին, մամաները հաճախ զարմանում են, ոչ միայն մամաները, տատիկները, պապիկները, երբ որ առաջի օրը գալիս են, շատ թերահավատ են, որովհետև չեն պատկերացնում, որ այդքան ճանապարհ անցնելուց հետո, տարբեր բաներ ստանալուց հետո, կարող են այսպես խաղալով իրենց երեխաներին բուժել։ Բայց արդեն մի քանի պարապմունք հետո, որոշ ժամանակ հետո, իրենք զգում են տարբերությունը եւ սկսում են աշխատելով քիչ-քիչ երեխային դուրս բերել այդ հիվանդության ճիրաններից։ Մեծերի մոտ պարապմունքները այլ են, ավելի գիտակցական են, դարձյալ դստած, բայց ասեմ ձեզ, երբ որ մարդը լավ տիրապետում է մեթոդիկային, գիտեք, մենք կյանքից չենք կտրվում։ Ես միշտ ասում եմ պացիենտներին, դուք կյանքից չեք կտրվի, ընդհակառակը դուք կյանք կվերադառնաք, որովհետև ձեր կյանքի որակը այնքան կլավանա, որ դուք ինչ որ չէիք կարող անել, արդեն կանեք, ծանրաբեռնվածություններին կարող եք դիմանալ, աշճան բարձրանալ, ձեզ համար խնդիր չի լինի։ Մենք կյանք ենք վերադարձնում մեր պացիենտներին, բայց որոշակի ժամանակ պիտի տրամադրենք, որպեսզի այդ պարապմունքները տանը անենք, բայց եթե լավ տիրապետենք, մենք կարող ենք դա անել եւ հեռուստացույցի առաջ, եւ տրանսպորտի մեջ, եւ եթե չենք խոսում, բայց ինչ-որ բանով զբաղված ենք, դա դառնում է մեր սեփականությունը եւ դա դառնում է ռեֆլեքս։ Եվ այսպես կներեք, եւ պարապմունքները շարունակելով մենք հասնում ենք գերազանց արդյունքների։ Ուզում էի հարցնել, եթերում նստած կարող ենք անել այդ վարժությունները միասին, այո, որ կարող ենք իմանալ, որ դա օգտակար է ենթադրենք կամ առողջության համար։ Օրինակ, ինչպես է դարվում, մեթոդն ինչպիսին է։ Պարապմունքները ես չեմ կարող եթերում ցույց տալ, որովհետև դա գիտեք, ժամանակ է պահանջում, դա քիչ-քիչ պետք է տիրապետել այդ մեթոդիկային, ինքը լուրջ աշխատանք է։ Բայց ես ինչ կարող եմ ձեզ ասել եթերից եւ մեր բնակիչներին, որ դա հետաքրքիր է։ Առաջինը, շնչեք քթով։ Մեր շնչառությունը պիտի լինի անձայն աննկատ։ Երբ որ մենք հանգիստ նստած ենք, մեր շնչառությունը պիտի չլսվի, չերևա։ Եթե դուք ունեք երեխաներ, խնդրում եմ հիշեք, ինչպես էր շնչում ձեր նորածին երեխան, երբ որ դուք մոտենում էիք ու տեսնում էիք, որ ինքը չի շնչում։ Շատ մայրիկներ վախից զանգել են շատ հաճախ ինձ, ասում են, ոնց որ չի շնչում երեխան։ Դա իդեալական առողջ մարդու շնչառությունն է, որը պիտի լինի անձայն եւ աննկատ։ Աստիճանաբար քիչ-քիչ մեր շնչառությունը փոխվում է, բայց պիտի լինի քթով։ Հիմա, եթե մենք ունենք քթի փակվածություն, օրինակ, հա, հիշեք, վիրուս ենք տանում, քիթը փակվել է։ Եթե մենք շնչենք բերանով, մեր քիթը ավելի կփակվի
եւ էլ չեք կարողանա քթով շնչել։ Բայց եթե մենք դիմանանք եւ շնչենք քթով, քիթը բաց կմնա։ Գոնե մի կողմը բաց կմնա եւ դա մեզ հնարավորություն կտա շնչել քթով եւ հեշտ հաղթահարել ինֆեկցիաները, վիրուսները եւ այլն, դա։ Եվ դրա համար, եթե քիթը շատ փակ է, մենք ունենք միշտ ցույց եմ տալիս այդ վարժությունը, փոքրիկ վարժություն, երբ որ մենք մի քանի վայրկյան փակում ենք քիթը, թողնում նորից։ Սա շտապօգնություն է, սա բուժում չի, բայց փակում ենք մի 10 անգամ, 15 անգամ, թողնում ենք նորից։ Թողնելուց հետո շնչում ենք, թողնելուց հետո շատ կամաց ենք շնչում, բերանը չենք բացում, նորից։ Փակելու ընթացքում արտաշնչում ենք։ Թե փակում ենք, թողնում ենք, շնչում ենք նորից։ Եվ այսպես մի քանի անգամ կրկնելուց հետո դուք կտեսնեք, որ քիթը բացվում է։ Եթե անգամ տեսնեք, որ քիթը լավ չբացվեց, հատկապես երեխաները դա սիրով են անում։ Մի քիթը փակում ենք, մի քիչ քայլում ենք։ Հետո մյուսը։ Եվ քիթը բացվում է։ Ինչպես են եւ գիտեք մեթոդը դժվար չէ տիրապետելու առումով մենք աշխատում ենք գրեթե 30 տարի ես միշտ ասում եմ պացիենտներին որևէ մեկը չի եղել որը չկարողանա տիրապետել մեթոդիկային ամբողջ խնդիրը նրա մեջ է որ մենք դա հետո պիտի կիրառենք մենք տանը պիտի այդ փոքրիկ պարապմունքներ անենք եթե ուզում ենք պայքարել այդպիսի հզոր հիվանդությունների դեմ այդպիսի ծանր հիվանդությունների դեմ, ինչպիսիք ասենք ասթման է, ալերգիաներն են, նևրոզներ են եւ այլն, չթվարկեմ, հա, բայց քիչ այդ պարապմունքները դառնում են մերը։ Ինչպես ենք մենք աշխատում։ Մեր պացիենտները 2 շաբաթ գալիս են ամեն օր, բացի շաբաթ կիրակի, բայց դրանից հետո մենք 1 տարվա հսկողություն ունենք։ 1 տարի մենք իրենց տեսություն չենք ասում։ Այլևս ամեն օր չեն գալիս, բայց պարբերաբար գնալով ավելի ուշուր գալիս են մեզ մոտ նորից պարապմունքների հսկողության։ Եթե հիվանդ են գալիս են, եթե կարիք կա ինչ-որ բան նշանակել, ավելացնել, մենք դա անում ենք։ Եվ հասնում ենք վերջնական արդյունքի։ Ես ասեմ, որ Երևանի կենտրոնը միակն է, որ ունի 1 տարվա հսկողություն։ Աշխարհում կենտրոններ շատ կան, բայց 1 տարվա հսկողություն չկա։ Իրանք կուրս անցնում են եւ ասում են, որ տանը պարապեք, եթե խնդիր լինի, կգաք, կդիմեք մեզ։ Մենք հսկում ենք, որովհետեւ համոզվել ենք, որ առանց դրա արդյունքները կարող են վերջնական չլինել։ Կարող են ծուլանալ, կիսատ թողնել եւ չհասնել այն արդյունքին, որը մենք ենք ուզում եւ իրենք են ուզում։ Ձեզ դիմելու համար մենք պարբերաբար հեռուստաէկրաններին տեսնում ենք հեռախոսահամար, բայց ես կխնդրեմ եւս մեկ անգամ հիշեցնել, ինչպես կարող են ձեզ գտնել ձեր հասցեն հեռախոսահամարը։ Հեռախոսահամարը արդեն դուք ասացիք, որ երևում է, մեր հասցեն Մոսկովյան 33-ա, Միրզոյան բժշկական կենտրոն, բայց նախապես իհարկե պետք է զանգահարել եւ ժամ պայմանավորվել, հերթագրվել, այո։ 091 52 2064 հեռախոսահամարով կարող եք զանգահարել, հերթագրվել, ինչ ժամերի եք աշխատում Տիկին Երանուհի։ Օրվա ընթացքում առավոտվանից ժամերը շատ տարբեր են, ուղղակի այո, պետք է նախորդ ֆիքսել, որովհետեւ մենք ունենք պարապմունքների ժամ, կոնսուլտացիաների ժամ եւ մենք չենք սիրում, որ մեր պացիենտները գան եւ հերթի մեջ սպասեն։ Մենք ժամը ամրագրում ենք նախապես։ Մեկ բուժման դասընթացը կոպիտ ասած, որքան է տևում, ինչքան ժամ պետք է հատկացնի մարդը, երբ գալիս է ձեզ մոտ այցի։ Նայեք, սովորաբար պարապմունքը երեխաների մոտ տևում է 25-30 րոպե, մեծերի մոտ մենք զրուցում ենք, մինչև այդպես մի քիչ լսում եմ, նայում եմ երբեմն մինչև 40 րոպե, այսինքն շատ երկար չի։ Բայց ամբողջ նաև գործի կեսը պիտի արվի տանը։ Մեթոդի սպეციფიკությունը հենց դրա մեջ է։ Սա դեղորայք չէ, որպեսզի ես նշանակեմ, ասեմ, այս դեղը կգնաս, օրը 3 անգամ կխմես եւ կառողջանաս։ Մենք այստեղ կիսում ենք պատասխանատվությունը պացիենտի հետ միասին։ Մենք կիսում ենք պատասխանատվությունը։ Մենք սովորեցնում ենք մեթոդիկան։ Մենք նրա կողքին ենք մինչև վերջ, ցանկացած փոփոխության դեպքում։ Բայց տան պարապմունքը մարդը ինքը պիտի անի, եթե ուզում է իսկապես լրիվ ազատվել եւ հիվանդությունից եւ իր կյանքի որակը լավացնել։ Հա։ Տիկին Երանուհի, այսքան տարիների ընթացքում ամենաբարդ հիվանդության պացիենտը, որ ձեզ դիմել է եւ ունեցել եք հիանալի արդյունք, ո՞րն է եղել։ Դուք նշեցիք իհարկե մի քանի հիվանդություններ, բայց ամենաբարդը։ Գիտեք, ամենածանր պացիենտները դրանք ասթմայով հիվանդներն են իհարկե։ Ես ձեզ ասեմ, երբ որ մենք նոր սկսեցինք, շատ ավելի ծանր էին պացիենտները։ Ավելի ուշ էի դիմում, որովհետեւ ինքնաբուժում էին անում։ Տարիների հետ մի քիչ ծանրության աստիճանը պակասում է, երբ որ մեզ են դիմում, բայց միևնույնն է, շատ ծանր հիվանդներ են լինում բրոնխիալ ասթմայով,
որոնց հետ պետք է հանգիստ աշխատել, զրուցել, նաև բացատրել, որպեսզի կարող միասին կռիվ տալ, սա իսկապես պայքար է։ Սա պայքար է հիվանդության դեմ։ Գիտեք, մի միջնադարյան բժիշկ ասել է իր պացիենտներին. մենք երեքով ենք, ես, դու եւ քո հիվանդությունը։ Եթե դու միանաս իմ հետ, հիվանդությունը մենակ կմնա եւ մենք կհաղթենք։ Եթե դու միանաս հիվանդության հետ, ես մենակ կմնամ եւ ինձ դժվար կլինի։ Եվ դա ակտուալ է այսօր, եւ դա շատ ավելի ակտուալ է մեթոդի խնդրում, որովհետեւ մեր պացիենտները պետք է միանան մեզ հետ։ Ինչը այդպես էլ լինում է շատ հաճախ, որովհետև դա ճանապարհ է, որի ընթացքում մենք ունենում ենք մաքրումներ, որի ընթացքում ունենում ենք փոքրիկ ռեակցիաներ եւ մենք միասին ենք անցնում այդ ճանապարհը։ Բայց արդեն, ասեմ ձեզ, 10 օրվա ընթացքում մենք փոփոխություն ենք ունենում։ Ես չեմ ասում, որ մենք 10 օրում ապակիվում ենք լրիվ, դա անհնար է, երբ որ մենք գործ ունենք ծանր խնդիրների հետ, բայց մենք փոփոխություններ ենք ունենում եւ մեր պացիենտներն արդեն այդ փոփոխությունը բռնում են եւ առաջ են գնում դրանով ոգևորված։ Տիկին Երանուհի, եւ մի վերջին հարց, պարտադիր է ունենալ որևիցե հիվանդություն ձեզ դիմելու համար, թե կարելի է նաեւ նախօրոք դիմել, որպեսզի պրոֆիլակտիկ չունենալ ավելորդ հիվանդություններ։ Գիտեք, դա իմ երազանքն է, որպեսզի մեզ մոտ գան առողջները։ Ես ձեզ մի բան ասեմ, սրանից մոտ 20 տարի առաջ ճապոնացիները գնեցին պատենդը Մոսկվայի կենտրոնից եւ ներդրեցին այն, ինչ եք կարծում որտեղ, իրենց դպրոցներում։ Որովհետև հասկացան, որ շատ ավելի հեշտ է նորմալ պայքարել եւ չհիվանդանալ, եւ դա շատ ավելի էժան է, քան հետո պայքարել հիվանդության դեմ։ Մենք ցավոք դրան չենք հասել։ Մեթոդը անհրաժեշտ է առողջներին, որ չհիվանդանան, եւ հիվանդներին, որ առողջանան։ Բայց հիմնականում մեզ մոտ գալիս են արդեն հիվանդները։ Ես երջանիկ եմ, երբ որ գալիս են թեթև հիվանդները, որովհետև դա էլ է քիչ պատահում։ Գալիս են մարդիկ արդեն գալիս են հուսահատված, հուսալքված։ Եվ գիտեք, առաջի նախադասությունը, որ ես լսում եմ խորհրդատվության ժամանակ, դա որն է։ Գիտեք, էլ ոչ մի բանի չեմ հավատում։ Սա առաջի նախադասությունն է։ Իսկ վերջում արդեն լավ լինելուց հետո ասում են, բա իմանայի շուտ կգայի։ Սա վերջին նախադասությունը, բայց այս ընթացքում մենք ունենք ճանապարհ։ Եվ երբ որ ասում են, որ ես գիտեք ոչ մի բանի չեմ հավատում, գիտեք լավը որն է մեթոդի, որ բարեբախտաբար լավանում են նրանք, որոնք նաև չեն հավատում, որովհետև ինքը ներշնչանք չի։ Ինքը ուղղակի պետք է պարապմունք անել։ Եթե անգամ 1% չեք հավատում, դա մեզ չի խանգարում։ Պարապեք եւ լավ կդեք, քիչ-քիչ կհավատաք, այո։ Հավատալը դեռ չի խաղում, չհավատալը նույնպես կարևորը պարապելն է։ Շնորհակալ ենք շատ Տիկին Երանուհի, վստահ եմ, որ հիմա շատերին հետաքրքրեց այս մեթոդը, որովհետև ինչպես դուք եք նշում, կան բազմաթիվ հիվանդություններ, երբ մարդիկ գնում են տարբեր բժիշկների, դիմում են եւ անարդյունավետ, բայց սա շատ հիանալի մեթոդ է փորձելու համար։ Ոչ դեղորայքային մեթոդ։ Ոչ դեղորայքային, այո։ Ու ես հիշեցնեմ հեռախոսահամարը, որով կարող եք գրանցվել, որպեսզի խուսափեք հիվանդություններից կամ ազատվեք հիվանդություններից 091 52 20 64 հեռախոսահամարով կարող եք զանգահարել եւ դիմել բժիշկ Երանուհի Խաչատրյանին։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալություն։ Իսկ մենք գնանք գովազդ դիտելու։ Վերադարձանք գովազդից ու շարունակում ենք մեր եթերը լսելով լավ երաժշտություն։ Մենք վերադարձանք եւ շարունակում ենք մեր ուղիղ եթերը։ Ասիական տարածաշրջանում սարսափելի երկրաշարժեր են։ Ուրբաթ օրը 7.7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թայլանդի հարևան Մյանմարում։ Ինչի հետևանքով վերջին տվյալներով ավելի քան 1600 մարդ է զոհվել։ Ցնցումները զգացվել են նաև Չինաստանում եւ Թայլանդում։ Բանգկոկում երկրաշարժի պատճառով փլուզվել է կառուցվող բարձրահարկ շենքը, ու Բանգկոկում երկրաշարժի զոհերի հաստատված թիվը այս պահին 17-ի է հասել, եւս 32 մարդ վիրավորվել է, իսկ 83-ը դեռ անհայտ կորած են։ Զոհերի մեծ մասը կառուցվող 30 հարկանի շենքի բնակիչներն են եղել, որը փլուզվել էր ուրբաթ օրը։ Գիտենք տեսանյութը Բանգկոկի մասին, իհարկե սա շատ վատ լուր էր, քանի օր շարունակ ամբողջ աշխարհը հետևում է, թե տեսնի այն մարդիկ, ովքեր որ դեռ անհայտ կորած են, փլուզված այդ փլուզումների տակ են, ինչպես դուրս կգան, բայց ինչևիցե շարունակենք մեր եթերը եւ դիտենք տեսանյութը։
Պտտվեցինք աշխարհի շուրջը, իսկ հիմա ժամանակն է դիտելու գովազդ։ Հայաստանում հանդիպում են 300 անուն ուտելի բույսեր։ Հայաստանում աճող բուսատեսակներից ավելի քան 110-ը էնդեմիկ են, այսինքն աճում են միայն Հայաստանում։ Վայրի օգտակար բույսերը ներկայումս կազմում են հայ ժողովրդի ավանդական սննդաբաժնի 10-ից 15%-ը։ Մեր հանրապետությունում նշված բուսատեսակներից 387-ը նշված են կարմիր գրքում, որոնք հիմնականում սննդի մեջ օգտագործվող բույսեր կամ դեղաբույսեր են։ Մեր տաղավարում է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեթրակ Մամուլյանը ու խոսելու ենք հենց մեր երկրում աճող ուտելի բույսերից։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Նախ մինչև բույսերի տեսակներին անդրադառնալ է, ուզում եմ հասկանալ որքանով են դրանք իրենց օգտակարությամբ հնարավոր փոխարինել մսատեսակներին օրինակ, քանի որ ես շատ մսակեր եմ, ինձ այս հարցը շատ է հուզում սկզբից։ Գիտեք, ընդհանրապես իմ կարծիքով բնության մեջ ինչ որ մի բանով փոխարինելու, ամբողջությամբ փոխարինելու հնարավորություն չկա, բացառված է դա։ Այսինքն որ մի ինչ որ նյութ կամ մի ինչ որ մթերք ամբողջությամբ փոխարինի մեկը մյուսին, դա բացառված է։ Գիտեք, ես ուղղակի միայն նշեմ, եթե հարցը սպիտակուցների մասին է խոսքը, ապա սպիտակուցները լինում են երկու տեսակ, բուսական եւ կենդանական, մենք գիտենք, բայց այդտեղ հստակ կա տարբերություն։ Բուսական սպիտակուցները ունեն 12 ամինաթթու, ամինաթթուները ընդհանրապես մոտավորապես 80 տեսակի են։ Իսկ կենդանականը 20 տեսակ են պարունակում իր մեջ, որոնցից 8-ը անփոխարինելի են միայն կենդանական միայն կենդանական մթերքներից կարելի է ստանալ, որոնք շատ լուրջ ազդեցություն ունեն մարդու օրգանիզմի վրա, հատկապես զարգացման վրա։ Այսինքն, հենց այդ պատճառով էլ նրանք կոչվում են լիարժեք սպիտակուցներ եւ ոչ լիարժեք սպիտակուցներ, ասենք կենդանական սպիտակուցներ, լիարժեք սպիտակուցներ են, որոնք մեր օրգանիզմի պահանջը լիովին բավարարում են։ Իհարկե ամինաթթուների հետ կապված նաև պիտի նշենք, որ երբ որ մենք ասում ենք սպիտակուց ենք ուտում, դա մեր օրգանիզմի որպես սպիտակուց չի յուրացվում, նա տրոհվում է ամինաթթուների, խառնվելով մեր օրգանիզմի ամինաթթուների, նոր ինքը արդեն յուրացվում է։ Մի խոսքով ամբողջությամբ ոչ մի բան չի կարելի փոխարինել։ Պարոն Մամուլյան, ինչպես նշեցինք, 300-ից ավել բույսատեսակներ ունենք, որոնք որ ուտելի են, եւ արդյոք նրանք օգտագործվում են մեր հայկական խոհանոցային մշակույթի մեջ։ Եթե հանրային սննդի ընդհանուր համակարգի մեջ ասենք, օգտագործվում են, բայց ոչ այնքան, որքան որ տնային պայմաններում, հատկապես մարզերի, հատկապես գյուղական վայրերի։ Եվ սա, գիտեք, մի քիչ ընկալման թերին կալման հետևանք է, որովհետև շատ մարդիկ մտածում են, որ եթե մենք ճանաչում ենք եւ օգտագործում ենք մոտավորապես 300 վայրի ուտելի բույս, դա նրանից է, որ մենք սոցիալապես ցածր, սոցիալապես վատ վիճակում ենք եղել եւ նույնիսկ կոպիտ արտահայտություն կասեն խոտ են կերել, ասած իհարկե սա չափազանցված լինելու զատ նաև շատ վտանգավոր կարծիք է, որովհետև վայրի ուտելի բույսերի արկայությունը մեր խոհանոցում դա ուղղակի ցույց է տալիս մեր բնապաշտ լինելը, մեր բնության լավ ճանաչելու մասին է խոսում, ոչ թե չլինելու, որովհետև մենք եթե համարում ենք լավ հարուստ կամ առատ սնվելը միայն մսի արկայությունն ենք մենք համարում, ապա բոլորի տանն էլ ամբողջ ձմռան այդ ընթացքում եւ տհալն է անպակաս եւ բաստուրման եւ այլն։ Այնպես որ այստեղ ուղղակի բնության լավ ճանաչելու արդյունք է սա։ Բնության լավ ճանաչելու, բայց օրինակ բնապահպանները կասեն, որ եթե բնությունը սիրում ես, ապա պետք է դրանց չդիպչես, ձեռք չտաս եւ հատկապես չքաղես ու չուտես դրանց։ Եվ ճիշտ կասեն, ոչ թե չքաղես ուտես, այլ քաղես այնպես ինչպես պետք է, ոչ թե արմատախիլ անես, որտեղ հավաքչության հատուկ կանոններ կան, այո, շատ ճիշտ են բնապահպանները, ընդհանրապես մենք չենք կարող բնությունից միայն վերցնել։ Այո։ Մենք պիտի նաև ապահովենք վերարտադրությունը եւ հատուկ ձևեր կան տարբեր մթերքների, տարբեր բույսերի հավաքչության հատուկ ձևեր եւ շատ գյուղեր կան, որ դեռ այդ ավանդույթը պահպանել են եւ հենց այդ ընդունված կարգերով էլ այդ հավաքչությունը իրականացնում են։
Եվ արդյոք դա կլինի այդ ընդունված կարգերով հավաքչությունն իրականացնելը մի արդյունք, որի հետևանքով այս կարմիր գրքում գրանցված բույսերը չեն վերանա։ Թե ամեն դեպքում վտանգ կա, որ դրանք կվերանան։ Վտանգ կա, բայց ես չգիտեմ, միգուցե այտենց հակադրվող կարծիք հայտնեմ, որքան մենք շատ ենք ուշադրություն դարձնում այս կամ այն բնության այդ բաներին, այնքան շատ ավելի վտանգում ենք իմ կարծիքով։ Միգուցե սխալ եմ, ես սա իմ կարծիքն է։ Ինչու եմ ասում։ Տեսեք, օրինակ, ես ծնվել եմ գյուղում, Վրաստանում, Մարնեւլի շրջանի Խոխմելի գյուղում եմ ծնվել։ Ես երբ որ հիշում եւ 13 տարի ապրել եմ գյուղում։ Ես հիշում եմ մեր գյուղի բնաշխարհը առատ է ամեն ինչից։ Այնտեղ անուններով ծառեր կային, բայ։ Այսինքն անուններ ունեին այդ ծառերը։ Այսինքն այնքան ուշադրություն էր դարձվում մեծերի կողմից։ Եվ նույնիսկ ես հիշում եմ այսպիսի խոսակցություն գյուղամեջում, որ մեծերն ասում են, լսեք, այս անունով ծառի մի ճյուղը կտրված է եղել այսօր։ Այս ով է կտրել։ Անտառի մասին է խոսքը։ Ես չգիտեմ ինչ պիտի անենք, որ վերադառնանք այդ հոգատար վերաբերմունքին, բայց որ պիտի վերադառնանք, ես չեմ կասկածում դա, որտեղ բնության, եթե բնությունը դու սիրում ես, դու չես կարող հոգ տանել, որ նա վերարտադրվի։ Չես կարող։ Պարոն Մամուլյան, մեր խոհանոցային մշակույթը բավականին հարուստ է, հետաքրքիր ուտեստերով, բաղադրատոմսերով, բայց կարծես թե ինչ ունենք։ Արդյոք նոր բաղադրատոմսեր եք մշակում, այսինքն դարին, ժամանակահատվածին համապատասխան եւ արդյոք մշակույթը խոհանոցային էլ ավելի առաջ է գնում իր նոր բաղադրատոմսերով։ Նախ նշեմ, որ քանի որ խոսքը վայրուտելի բույսերի մասին է գնում, ես այլ ազգային խոհանոց չգիտեմ, որտեղ հատուկ լինի տպագրված գիրք, 120 կերակուր, որոնց 80 եւ ավելի տոկոսը ուղղակի վայրուտելի բույսերից է բաղկացած։ Միայն պարոն Մամուլյան, թե միքսվածն է։ 120 կերակուր, 80 եւ ավելի տոկոսը վայրի ուտելի բույսերից։ Գիրքը կոչվում է Մարգագետնից խոհանոց տատիկի գաղտնիքները։ Տպագրվել է 14 թվականին GIZ ընկերության հովանավորությամբ եւ մեր կազմակերպության մասնակցությամբ մշակումը ես եմ արել, կերակուրները պատրաստել է Ռուզանա Նահապետյանը։ Սա բացառիկ երևույթ է ընդհանուր համաշխարհային խոհարարական։ Իսկ երկրորդ մասին հարցի, աշխարհի ամենահամեղ եւ ամենաբազմազան եւ ամենաօգտակար խոհանոց հայկական խոհանոցն է։ Եվ մենք հավաքչությունները, որ իրականացնում ենք, նաեւ արդեն կամաց տպագրում ենք ըստ մարզերի։ Բայց այդտեղ այո, ավելացնում ենք նաեւ որոշակի մշակումներ, որոշակի կերակուրներ, որովհետեւ այնպես ինչպես մշակութային այլ ժառանգություն, խոհանոցը նույնպես զարգացման տեմպեր ունի, զարգացման օրինաչափություններ ունի։ Դու չես կարող, այսինքն երբ որ մենք ասում ենք ազգային խոհանոց, ազգային կերակրատեսակներ, որոշ մարդկանց մեջ անմիջապես գնում է դեպի 5000 տարի առաջվա կերակրատեսակ։ Այնինչ դա չի միայն հայկականը կարող է նաև այսօր ստեղծվել։ Պարոն Մամուլյան, խոսեցիք նաև գրքերից, ուզում եմ անդրադառնանք վերջին ձեր տպագրություններին, մարզային խոհանոցներին, որոնք դուք հավաքում եք բաղադրատոմսերը եւ տպագրում եք, այդ վերջին գրքերից որում է ամենաշատը, այսինքն ուզում եմ հասկանալ, որ մարզում է ամենաշատը տարածված եղել բուսական կերակրատեսակները, թե համընդհանուր է։ Համընդհանուր են, գիտեք, Հասմիկ ջան, որտեղ ես նախ այդ որ նյութերը հիմա կան, հիմա բոլոր 10 մարզերի եւ Արցախի եւ արդեն կամաց դեպի Ջավախի նյութերը ունենք մենք։ Երբ որ սկսում եմ անդրադառնալ եւ սկսում ենք դրա մշակումներին, անպայման պիտի գնալ այդ մարզը, նույնիսկ բարերը, նույնիսկ բարբարները խոսես, լսես, ու որ համեմատում ես եւ այդ խոսակցությունը եւ բարբարը եւ նիստուկացը խոհանոցին տեսնում ես, չքնաղագույն բաներ է հայտ գալիս։ Ես հիմա չեմ կարող առանձնացնել։ Մենք տպագրել ենք արդեն Սյունիք, Տավուշ, Վայոց Ձոր, Լոռի, մեկը մեկից անկրկնելի բաներ են։ Մեկը մեկից իրենց հմտություններով վայրուտելի բույսերի նկատմամբ վերաբերմունքը, մշակման հավաքչությունը նախ, պահպանումը, մշակումը, ներկայացումը, բոլորը տարբեր են։ Մի աննկարագրելի աշխարհ է այդ աշխարհը։ Իսկ որքանով է հանրության կողմից հետաքրքրվածությունը դեպի այդ տեսակ գրքերի։ Շատ է։
Շատ է, հանրության հետաքրքրությունը բարձր է, ուղղակի ցավոք սրտի այն ինչ մենք տպագրել ենք հիմա, շատ փոքր տպականակով է, ես ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել ռազմավարական զարգացման գործակալությանը, ում շնորհիվ մենք տպագրեցինք այդ կազմակերպության, բայց շատ քիչ տպականակ էր եւ մենք հիմա թիրախային այդ տպագրածը ուղարկում ենք ուսումնարաններ, տուրիստական ընկերություններ, ռեստորաններ մարզային, որպեսզի մաքսիմալ կարողանանք օգտակար լինենք։ Իհարկե վերատպվելու է դա եւ կլինի բնականաբար նաեւ վաճառքի հետաքրքրությունը շատ մեծ է։ Եվ ընդհանրապես յուրաքանչյուր մարդ, ով կարող է ի վիճակի է տպագրել խոհարարական գրքեր, ձեռնարկներ, պետք է անի դա ու լցնի ամբողջ գրախանութները, որտեղ այստեղ նույնպես պայքարի մի մեծ ճակատ է առաջացել, որտեղ մենք առայժմ լավ դիրքերում չենք։ Եվ սա հայապահպանման գործերից ամենակարևորներից մեկն է խոհանոցը պահպանելը։ Քանի որ մենք հիմա պահքի շրջանում ենք եւ այսօր էլ խոսում ենք բույսերից, գուցե ինչ-որ մի բաղադրատոմս առաջարկեք մեր հեռուստադիտողներին հենց բույսերով, այո։ Ուй, բաղադրատոմս այնքան շատ են։ Ամենահամեղներից մեկը, պարոն Մամուլյան։ Ես շատ ավելի արագ պատրաստվող։ Տեսեք, վայր ուտելի բույսերի ուրեմն մեր առաջի այդ բաները գալիս են շուշանը, մանդակը, սպանախը միշտ սիբեխը։ Ես ուղղակի մի խորհուրդ կտամ, տեսեք, քանի որ մեծամասամբ նրանք տապակվում են, այսինքն մենք տապակած ենք ասում, ես ուզում եմ ուղղակի խորհուրդ տալ, որ այդ տապակել բառը ճիշտ հասկացվի։ Նախ այդ մատղաշ բույսերը պետք է երջրել 2-3 րոպե։ Երջրել, հետո սառեցնել։ Այն աստիճան, որ գույնը ինքը չփոխվի։ Գույնը նույնպես սննդային արժեք է, որպես ոչ թե գույն, այլ գույնը ասում է, որ սննդային արժեքը առկա է։ Եթե գնաց գույնը փոխվեց, ուրեմն բացակայում է։ Եվ հետո արդեն ձեթով կամ սոխու ձեթով տապակել յուրաքանչյուրը եւ հենց տակ-տակ այդպես մատուցել։ Բնականաբար շատ ու շատ տարբերակներ կան նաև որոշ ընդեղենների հետ, ոսպի հետ, ձավարեղենի հետ, սիսերի ապուր կա, կարծեմ Վայոց ձորի խոհանոցն է, սիսեր եւ մանդակով ու կարտոֆիլով ապուրա։ Շատ համադրելի, շատ հետաքրքիր կերակրատեսակ։ Սիսեր, մանդակ, կարտոֆիլ փաստորեն։ Հիշենք, գուցե այսօր երեկոյան ընթրիքը լինի այդպիսին։ Պարոն Մամուլյան, ինչքանով է նոր սերունդը հետաքրքրված խոհարարի մասնագիտությամբ։ Տեսեք, մենք շատ սերտ համագործակցում ենք մեր երկրի համարյա բոլոր ուսումնական հաստատությունների հետ, նախնական մասնագիտական եւ համարյա բոլոր մարզերում որևէ խնդիր չկա այդ մասնագիտության ընդունվողների հարցով։ Այսինքն հոսք կա։ Հոսքը կա եւ եթե չասեմ ամենաշատն է, ապա ամենաշատերից է։ Եվ դա իհարկե նրանից է, որ հանրային սննդի բնագավառն է լավ դինամիկ աճ արձանագրում, շատ ավելի լավ էր մինչև կովիդի ժամանակաշրջանը, մինչև 19 թվականը, տարածաշրջանում մեր այս հանրային սննդի բնագավառի զարգացման տեմպերը տարածաշրջանում առաջնայիններից էր, տեմպերով իհարկե։ Մի քիչ հիմա կա անկում, բայց այնուամենայնիվ մեկը Երևան այցելողը կամ մեր Հայաստան այցելողը օտարները միշտ զարմանում են բազմազանության վրա մեր հանրային սննդի օբյեկտների, նրանց շատ լավ մենյուի ինչու ոչ նաև սպասարկման շատ համեղ պատրաստման այո պատրաստման սպասարկման մենք լավ աճ ունենք մենք լավ զարգացում ունենք դրա իսկ որքանով է այս հանրային սննդի վայրերում ներառված հայկականը որովհետև կարծես թե հայկական խոհանոցից շատ բաղադրատոմսեր ամենտեղ չի որ կգտնես սա մի քիչ հարց է խնդրահարույց հարց է եւ դրա մասին մենք մտածում ենք ներկայացրել ենք կառավարությանը ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական հայեցակարգ
Շուտով նաև կարծում եմ ամենաբարձր մակարդակի կներկայացնենք այդ հայեցակարգը, 5 տարվա հայեցակարգ է գրված, այնտեղ մենք հստակ ուղիները ցույց ենք տալիս, թե ոնց կարելի է այնպես անել, որ մեր հանրային սննդի օբյեկտները շահագրգռված լինեն, ավելի շատ ունենալ իրենց մենյուի մեջ հայկական գերագրատեսակներ, քան այլ։ Այնտեղ ձևերը կա, բայց այնուամենայնիվ հիմա էլ շատ արդեն ոճային ռեստորաններ կան, որտեղ ազգային խոհանոցը գիրեշխում է։ Որովհետև մենք շատ ճանապարհորդելուց հասկանում ենք, որ օրինակ երկրներ կան, որտեղ որ գնում ես հատուկ այս բանն ուտելու, քաղցրավենիքի մի տեսակ, դեսերտի մի տեսակ, եւ այո, ինչու՞ չէ, նաեւ Հայաստանի ամենահասարակ սրճարանում կարող է լինել նաեւ օրինակ գաթան, որը որ կփոխարինի շատ այսպես միջազգային հայտնի դեսերտների։ Ես ինձ նախորդին ընտանիքով եւ իմ աշխատանքի կոլեկտիվով, մի 2-3 հոգով գնացել ենք հենց թիրախային մի ռեստորան Ծաղկաձորում, որտեղ ճաշակել ենք հալվայով, տնական հալվայով պաղպաղակ, իրենց բրենդային այդ աղանդերը, հատուկ գնացել ենք այդտեղ եւ շատ տպավորված եմ, այսինքն այդ երիտասարդ խոհարարների, այդ նոր մտահղացումների, այդ մեր ազգայինի վրա նորը կառուցելու, այո, մրցակցային է արդեն խոհարարի մասնագիտությունը Հայաստանում եւ դա շատ լավ արդյունք է տալու։ Շնորհակալություն պարոն Մամուլյան զրույցի համար։ Շատ շնորհակալ։ Շատ հաճելի էր։ Մենք անցնենք առաջ եւ ինչ ենք հիմա դիտելու Հասմիկ։ Ես առաջարկում եմ դիտենք գովազդը։ Կանանց տոները դեռ շարունակվում են եւ սա շատ լավ առիթ է եւս մեկ անգամ խոսել մի հայտնի կնոջ մասին, ով երկար տարիների հետաքրքիր կյանք ունի եւ նրա հիանալի ֆիլմերը տարեց տարի ել ավելի են շատանում եւ մենք շարունակում ենք նայել եւ սիրել։ Խոսքը գնում է Պենելոպե Կրուզի մասին։ Դիտենք նրա ֆենոմենն ու վերադառնանք։ Ֆենոմենալ մարդկանց մասին կարելի է շատ երկար խոսել եւ անվերջ, բայց այս պահին առաջարկում եմ միասին դիտենք գովազդ։ Երբ Գուստավ Էյֆելը առաջին անգամ ներկայացրեց իր նախագիծը 1889 թվականին համաշխարհային ցուցահանդեսի նախօրեին, նրա գաղափարը թշնամանքով ընդունվեց։ 300 մետր բարձրությամբ աշտարակը, որը նա նախատեսում էր տեղադրել որպես ֆրանսիական հեղափոխության 100-ամյակի հուշարձան, երկար ժամանակ դարձել էր փարիզյան հասարակության վեճերի առարկան։ Այսօր Էյֆելյան աշտարակի ծննդյան օրն է, ու մեր հաջորդ տեսանյութը Էյֆելի մասին է։ Գնանք դիտենք ու վերադառնանք։ Մենք վերադարձանք եւ նաեւ ավարտեցինք մեր եթերաժամանակը, ձեզ հրաժեշտ ենք տալիս, ցանկանում ենք դրական, հաճելի ու սիրուն օր։ Բոլորիդ լավ օր եք մաղթում, իսկ մենք կհանդիպենք վաղը։ Դուք մնացեք Շանթի եթերում։ Հաջողություն։